ձեր հարցազրույցներում բազմիցս ասել եք, որ համագործակցություն նախկին ուժերի հետ, այդ ուժերի առաջնորդների չի լինելու Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, սա ենթադրում է, որ նաեւ իրենց թիմից անձիկ ներգրաված չեն լինելու, որովհետեւ տեղեկություններ կան, որ մասնավորապես Հայաստան դաշինքի որոշ պատգամավորներ ակտիվ բանակցում են մեծ ձևով շարժմանել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի թիմից սահուն անցում կատարեն ձեր թիմ։ Շնորհակալություն։ Առաջի հարցը վարչապետի տեխնացուի հետ կապված մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական կուսակցության, քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ եւ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ տեխնացուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա տեխնացությունը։ Իսկ երկրորդ հարցը մենք հայտարարել ենք ուժերի հետ նախընտրական որևէ միավորման, ձեր թվարկած ուժերի հետ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցիչի հետ չեն գնա, այսինքն ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Բանակցություններ գնում են։ Տվյալ ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ, շատ թիմերի հետ աշխատել, գնալ առաջ եւ տեսնել, եթե կան պրոֆեսիոնալներ, իրենց ներգրավել մեր թիմ։ Իհարկե երկու նախապայմանով, ինչը ես ասեցի։ Պարոն Կարապետյան, շարունակելով նախկինների թեման, դուք գիտեք, որ նախկին իշխանությունները այս իշխանությունների համար դասած փորձի տանձիկ են ծառայում եւ ցանկացած նոր ձևավորվող ուժ, որը կապում է ինչ-որ ձևով ապելացնում է նախկինների հետ, դառնում է քննադատության տիրախ։ Հիմա գործիքերս նշեց Քոչարյան դաշինքի կողմից, Քոչարյանի դաշինքի կողմից ինչ-որ մարդկանց հետ համապատասխանությունը, ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի թիմակիցներ հենց հիմա ձեր թիմի հետ եւ ասոցիացիոն մարդիկ, որ հենց հիմա ձեր շարքում են, այստեղ ձեր հետևում կամ ձեր կողքը կանգնած, չեք կարծում, որ այս ամենը կարող է վնասել կամ հարվածել ձեր շարժմանը, ելի կթիրախավորեն ձեզ կապելով նախկինների հետ։ Իդեպ նմանատիպ գրառում կա, մարդիկ էլի մարդիկ կամ նկատել են եւ ասում են, որ մարդիկ են հատուկ ուղարկել ներդրել, դեր մոտ կամ կարող են ուղարկել տարբեր թելերից ներդրել, որպեսզի ձեր շարժումը իրենցով անեն եւ դարձնեն էլի տիրախ։ Ու մի բան եմ, ես լսում եմ դեր հարցերից կապիսի հետ, ու էլի մոտեցում ուզում եմ հարցնել, դուք որտեղ իշխանության, ի վերջո գնահատական տալիս ոչ միայն այս իշխանության իր առասպելի համար Արցախ հանձնելու մյուս աղետաբեր երևույթների, այլ նաև նախորդ իշխանություններին անհատապես բոլոր իշխանությունների իրենց գործածների համար, որտեղ նաև այս իշխանությունը նրանց հետևանքն է, նրանց գործածների հետևանքն է։ Ձեր ասած անձնավորությունը ինչքան ես հասկանում եմ, Շիրազի հետ եք մեր, Շիրազը պատերազմի մասնակից, երիտասարդ, ակտիվ մեր անդամներից է եւ իր ակտիվությամբ, իր նվիրվածությամբ մեր գաղափարն են ընդհանուր, ես կարծում եմ, որ շատերը ուրախ կլինեն տեսնել այսպիսի երիտասարդներին իրենց կազմում։ Պարոն Կարայանի մասին երևի կասեք, պարոն Կարայանը բաց գալու կամ լավ գալու չեմ կարծում, բոլորը ունեն իրենց անցած ճանապարհը եւ բոլորը ինձ այսօր այն հանգրվանը, որ իրենք տեսնում են, նրանք տեսնում են լավագույն լուծումը Հայաստանի համար։ Կարծում եմ, որ դա շատերը կտեսնեն եւ մենք ուրախ կլինենք շատերը հետ աշխատել։ Երկրորդը գնահատական Լավ, այդ հարցին էլ ասեմ, նախորդ իշխանությունների գնահատականը եւ ներկա եւ նախորդ այդ նույն հարցազրույցի ժամանակ ես թվարկել էի գրական կողմերը, կան նաև բացասական կողմեր, որոնց հետևանքը եղել է ինչ-որ իրադարձությունները։ Դրա հետևանքների դեմ մենք պետք է կենտրոնանանք, նաև պայքարենք բոլոր այդ բացասական հետևանքների դեմ, ինչ մենք ունեցել ենք։ Ամենամեծ բացասական հետևանքը, ամենամեծ բացասական մեր այս խնդրի պատճառը ես իհարկե տեսնում եմ մեր ընդհանուր ժողովրդի արխային ընկնելու մեջ,
որ մենք առաջի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հաղթանակը դժվարությամբ տանելուց հետո բավական հանգստացանք եւ մեր ժողովրդի բոլոր զավակները, նրանք ովքեր իշխանության մեջ էին այդ ժամանակ, նրանք ովքեր իշխանության մեջ չէին, եւ այն ակտիվ աշխատանքը չտարվեց, ինչ տարավ մեր հակառակորդը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնանալու ենք խնդիրների լուծման վրա, դրանով իսկ արդեն կպարզվի, թե որտեղ է ճիշտ արվել, իսկ որտեղ սխալ։